հենց այստեղ, այս տաղավարում մենք աշխատում ենք մարդկային էներգիաների հետ ու տեսնում անգամ անտեսանելին։ Լավագույն վայծառատես Անի Գրիգորյանը յուրաքանչյուր շաբաթ, տեսնելով անտեսանելիի շրջանակներում, կոտրում է բոլոր կարծրատիպերը ու բարձրաձայնում մեր հայտնի հյուրերի կյանքում եղած բոլոր այն գաղտնիքները, որոնք չեք կարող գտնել եւ ոչ մի հաղորդման ընթացքում։ Բարի գալուստ տեսնելով անտեսանելին նախագիծ։ Բարի երեկո Անի, կրկին հանդիպել ենք տեսնելով անտեսանելիի հերթական թողարկումը մատուցելու համար։ Ինչպե՞ս եք։ Բարի երեկո Ասադուր, շատ լավ եմ, շնորհակալություն, դուք ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ ու ուզում եմ հետաքրքրվել, թե այսօր կարծես թե մենակ չեք։ Այս գեղեցիկ տիկնիկին բերել եմ իմ հետ, որ հյուրը շփվի մի քիչ տիկնիկի հետ ու ուղարկի մեզ, որպեսզի տեսնենք հյուրի անցյալը, ներկան, ապագան։ Խնդրեմ մեր ադմինիստրատիվ խմբին գեղեցիկ տիկնիկը մոտեցնել հյուրին, հիշեցնեմ, որ գաղտնի հյուրը սենյակում այս պահին հետևում է մեր զրույցին ու վստահաբար երեկոյի ընթացքում հանդես է գալի իր ակտիվ մեկնաբանություններով, էմոցիաներով, ինչու՞ չէ նաև անհամաձայնություններով ու համաձայնություններով։ Փոխանցենք։ Իհարկե։ Ես կպահեմ 5 րոպեն։ Հարգելի գաղտնի հյուր, կարող եք խոսել, կարող եք շփվել։ Ժամանակին կարող է նմանալ, բայց դիմազերի գույնը չի։ Աշան կուկլա է։ Իմս է թվին կուկլավ խաղարա։ Միջև կռևա։ Կռվից հետո մո կուկլավ խաղ չեն կարող։ Նրա գաբաջանը կարացին։ Ամեն ավելի շատ քավորս նմանագին դիմս։ Վեճիշ ես եմ պատար մեր զվավներում խոսում։ Իհարկե, շատ գեղեցիկ է։ Շատ հետաքրքիր կուկլա եմ, բայց աշկիրավ։ Ուրախ, самое главное երջանիկ։ Էլ ինչ անին կուկլին։ Բելքամ սիմի ղաշեն գաղչկելիս կունենամ։ Բելքամ տիմի լապին ասեմ ես։ Կայնա կարմիմն է։ Ասեք ժողովը, որ вообще նման չի։ Պես։ Мы прощаемся։ Շնորհակալություն։ Ահա եւ ձեր ուղարկած տիկնիկը Անի։ Տիկնիկը իրեն լավ է զգում, լավ էր հյուրի մոտ Անի։ Լավ չէր։ Հյուրը տիկնիկից գեղեցիկ է, կին է։ Շատ սիրուն կին է, ճիշտ է, արվել է բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ, բայց ես այդտեղ ոչ մի այսպես խնդիր չեմ տեսնում, որ ինքը արել է ու դեռ շարունակում է անել։ Թևին ձեռքին թաջված ունի։ Անի, ներողություն, տիկնիկը որևէ բան չի կարող փոխանցել այդպիսի։ Տիկնիկը չի փոխանցում, ես եմ ասում, չէ՞ որ բարել է ձեռքի մեջ, իր էներգիայով արդեն զգում եմ։ Տենց որ լիներ մարդիկ խանութից տիկնիկ կառնեին բոլորը, ու դրա համար էլ ես չեմ ուզում այսպես մեծամտություն անեմ, բայց շատ պայծառատեսներ եւ կարող է ցավով ընդունեն, իմ նման երկրորդը հələ դեռ չի ծնվել։ Ես ասել եմ, երբ ծնվի, ես էլ չեմ նայի։ Շատ լավ աղջիկ է, շատ դրական, բարոյական, ասեմ աղջիկ, չասեմ կին, բարոյական կերպար է, բայց իր մեջ սարսափելի կարոտ, արցունք, ցավ, հիմի բոլորդ կարող է այս կարոտն ու ցավը, որովհետև ինքը երբ որ շփվեց այս տիկնիկի հետ, ես ճիշտ է, այսպես արդակնապես ինքը ուրախ է, իրան ցույց է տալիս երջանիկ, բայց ինքը իր հայրենիքի կարոտն է քաշում, հասկանում ես։ Օտարափերում է ապրում մեր հյուրը։ Մեր հյուրը օտարապերում չի ապրում, մեր հյուրը այստեղ Երևանում է ապրում, բայց ինքն ունի իր հայրենիքի կարոտը, հասկանում ես, հայրենիք, որ էլ չի պատկանում մեզ, հեսա կհասկանամ, ինչ է այստեղ կատարվում։ Ինքը շատ ավանդապաշտ ընտանիքից է, բայց գիտեք, ես իրան չեմ տեսնում այսպես, չէ կան ավանդապաշտ ընտանիքներ, որ ասում են այսպես փակ, հագնված, երկար յուբկաներ, չգիտես ինչ, չէ, հյուրը շատ ազատ ոճի մարդ է, շատ ազատ է հագնվում, բայց այդ այն չափանիշը չի, հա, որ
ասեն ինքը անպարոյական վարքի տեր է։ Չնայած իր այս ազատ հագնվելուն ինքը շատ բարոյական լավ կին է, շատ խելացի է չափից դուրս։ Վայ, ես ինչ տաղանդավոր կին է։ Բեմի մարդ եմ տեսնում իրեն, շատ հզոր։ Երկումը շատ հզոր ձայն ունի, շատ հզոր ձայն ունի, յուրահատուկ ձայնային տվյալ ունի, իրանց ընտանիքում միակը չի ինքը, միակ երեխեն, 5 երեխա են, քուրեր, աղբեր, ամեն ինչ կա, ու հետաքրքիր է գիտեք որն է, որ իրա պապան շատ խիստ մարդ է, ու մաման էլ սենց ավանդապաշտ, խելոք, համեստ, զսպված կին, ես չեմ կարա իրան ասեմ ցպնված անբարոյական կին, չստացված սերեր ունեցել է, հա, իրա կյանքում ես ներկա պահին հələ որ ոչ մի տղամարդ չեմ տեսնում, բայց անցյալում եղել է, որ չի ստացվել, բայց գիտեք, ով իրան տեսնում է, իրա այդ բաց հագնված լինելը, մտածում են, թե իրա գլխի մազերի չափ սիրեգան ունի։ Չկա տենց բան, նորմալ կին է, բարոյական, նորմալ աղջիկ է, ինչ չափանիշ է, որ ասենք մարդը բաց է հագնում կամ վիրահատված է, դեմք է սարկած, ուրիշ օրգաններ է սարկած, այդ սիրուն է, սարկում է, բեմի մարդ է, ինքը իրան լավ է զգում։ Բայց դուք վստահ եք, որ նա դիմել է վիրահատությունների։ 100% վստահ եմ, որովհետև ես այդ ոնց որ վստահ եմ, ոնց որ մեկը կականգնի, ասի քո անունը անի չի։ Այդքան ես վստահ տեսնում եմ, ես ասել եմ, եթե կա մի օր ասա դուշան, որ ես էլ չտեսնեմ, ես չեմ նայի, կամ ծնվի են մեկ ով իմ չափ կարա նայի, ես չեմ նայի, ինքը միակ իրա այդ կարոդը, իրա ցավը, իրա հայրենիքն է հասկանում եք, որ իրան սենց են, որ չեմ ուզում ես բառը օգտագործեմ, բայց են խելագարի պես ինքը սենց պայքարում է, որ նորից վերադառնա հայրենիք, ինքը հույս ունի իրա մեջ հույս է փայփայում, որ գալու է մի հատ օր, որ ինքը հետ գնա, մենակ ինքը չի, բոլորը, ովքեր որ այդ տվյալ վայրից են, հա, բոլորը հետ վերադառնան, հասկանում եք, ու ինքը այնքան մեծ հույս ունի, ու ես պետք է ասեմ, որ իր հույսը երբեք չի մեռնելու, իր հույսը արտարանալու է, գիտեք։ Վաու։ Իր ցավը, իր ծնողների ցավը, գիտեք որն է, որ ամեն առավոտ երբ որ ծնողը իր աչքերը բացում է, նայում է պատուհանից դուրս, հիշում է իր բնակության վայրը ու մտածում է, հա, կա իմ տունը, թե չկա։ Իրոք ինձ սիրտս լցվեց, չեք պատկերացնում, փլվեց տունս այսօր, մնաց թշնամուն, մնաց ուրիշին, հասկանում ես, ինձ չի որ այս մարդիկ տան խնդիր ունեն, բայց իրոք շատ սիրտս լցվեց, որտեվ ինձ հույսով են այս մարդիկ սպասում, հասկանում ես այդ ամեն ինչին, որ ես ոնց որ ամեն ինչից վեհ լինի իրանց համար։ Այս աղջիկը այնքան լավ աղջիկ է, ինքը արդեն քանի տարի իր նոր տարին նշում է Սուրբ Վայրում, ես չգիտեմ, սրբատեղի է գնում նշում, ոչ թե ինչ որ sense հավաքույթներ է անում, ինչ որ եկեղեցում է նշում ու ես կամ ինչ որ սրբատեղի մատուր, ու ես վստահ ու հավատացած եմ, որ ինքը Աստծուն խնդրում է, որ իր երկիրը, իր ոչ թե երկիրը, հայրենիքը վերականգնվի, նորից ժողովուրդը հետ դառնան։ Ինքը այն որ ամեն ինչից վեր, իր անձնականից վեր, իր հայրենիքն է, իր ամեն ինչն է։ Իր կյանքում մի հատ շատ մտերիմ տղամարդ կա, որ շատ մեծ փառքի է այս աղջիկան հասցրել։ Այսպես պուջուրիկ տղամարդ է, բաց աչքերով, քաչար գլխով։ Չգիտեմ, իրան այրունակից չի, ես չեմ կարող ասեմ, միգուցե օգնականն է իր եղել, միգուցե ինչ որ, բայց նենց է, որ իրանց մեջ սենց սուրբ հասկանում ես խոսակցություն կա, որը իրան շատ մեծ վերելքի է հանել հասցրել, ասենք մեծ փառքի է հասցրել ու ընտանիքներով էլ շատ մոտիկ են։ Եղել է մի հատ բան, որ այսպես լուրեր է պատտվել, որ իբր թե միասին են, սիրեկաններ են, այն որ ասում է հայավարի կեղտոտ բան պասանք, բայց չկա նման բան, երբեք սիրեկանը չի եղել այդ մարդը իր ու շատ լավ ջերմ կապի մեջ են, բայց ես ներկա պահին չեմ տեսնում, որ տվյալ անձը
զբաղվում է այս կնոջ գործնեությամբ։ Նորից մտերիմ հարաբերություն է, բայց ոնց որ գործնեությունը չեմ տեսնում։ 26 թվականին ինքը շատ մեծ հաջողություններ ունի իր ոլորտում, իր ասպարեզում, բայց գիտես, այսքան սիրուն աղջիկ է, բայց իր պապան իր բախտի համար շատ է մտածում, գիտես, ասում է միգուցե երեխես չլիներ սենց ճանաչված, չլիներ այսքան հայտնի, կարող է եւ ընտանիք ունենար, բալիկներ, ամուսին, բայց ես պետք է ասեմ, որ թող չվշտանա, ունենալու է ընտանիք ու մի հատ բալիկ եմ տեսնում ես։ Ինքը այնքան տրական լավ մարդ է, հետաքրքիր կին է, որ բամբասանքը չի սիրում, հասկանում ես, սուդը չի սիրում, սուդը, այն որ կան չէ, թող ինձանից ոչ ոք չնեղանա, բայց այդ շոու բիզնեսին տրված է, չէ, կողքդ նստում քեզ ճան են ասում, հետո հետևիցդ քեզ կրող ու ցավի են տալի, այս կնոջ մեջ չկա տենց բան։ Հետո ինքը գիտի իր ընտանիքը, իր աշխարհը, հասկանում ես, ինքն հենց չի, որ ես չեմ տեսնում, որ իր աշխատանքից դուրս ինքը վարի ցփնված կյանք, ամփարո կյանք, ես շատ պարոյական լավ անձնավորություն եմ տեսնում, բայց իր պապան շատ ծանր է տարել եմ փաստը, որ իր աղջիկը պդի եշկի կամ եշկելու է, բայց հիմի գիտես, իրան շատ լավ է զգում, որ ասում են տվյալ մարդու պապանա, ինքը հբարտանում է նաև հոգու խորքում, որովհետև ինքը շատ լավ գիտի, որ չնայած այդ բաց հակուստներին, այդ վիրահատություններին իր աղջիկը բարոյական կերպար է, իր աղջիկը անբարոյական կերպար չի։ Կան այսպես թող ինձանից ոչ մեկ չնեղանա, որ ոչ վիրահատություն են արել ու այսպես ցույց են տալիս իրանց երկար շորերով, կույս մայրամի դեմքով, իհարկե փոխաբերական իմաստով եմ ասում, բայց տակից ինչ ասես անում են, իսկ այս կինը շատ մանավանդ 2026 թվականին շատ մեծ փառք ու վերելքներ ունի ինքը, հաջողություններ ունի իր ասպարեզում, նորից եմ կրկնում, ես իրան ամուսնություն տեսնում եմ, ուղղակի մի քիչ դիմացը ժամանակ կա, բայց ինչքան էլ որ ինքը սիրի Հայաստանը ու սիրի այնտեղ որտեղ ինքը ծնվել է, մեծացել 30 տարի, ինքը ապրել է այդ վայրում, հասկանում եք, ու շատ հաճախ երևի իրան քննադատում են, թե լավ գովում է իր հայրենիքը, բայց ինքը ինչի է եկել Հայաստան, բայց չէ որ ինքն էլ է հայ, ինչ տարբերություն։ Տարբերությունը այստեղ որն է, հետո քննադատողներին պետք է ասեմ, որ այն մարդկանց, ովքեր իրենցից բան չեն ներկայացնում, բազմոցին նստած, հա, այսպես քննադատում են այն մարդուն, ով մեծություն է, ով գեղեցիկ է, ու ես պետք է ասեմ, որ չնեղանաս քննադատողները որ կան, որովհետև դու քեզանից այնքան մեծ բան ես նշանակում, որ քեզ արդեն քննադատում են, այդ կլինի թե լավ, թե վատ։ Շատ հաճախ ինձ ասում են, Անի ջան, որ քեզ վատ մեկնաբանություններ են կրում, նեղվում ես, ես իրականում չեմ նեղվում, ոչ թե ինքնասիրություն չունեմ, ոմից նեղվես։ Չկայացած ճղճի մարդուց, ես ուրախանում եմ, որ ես ուրեմն այնքան կամ, որ մարդիկ ինձանով ապրում ու ես ինչ որ մեկի վրա ազդում եմ, չէ, շատ սիրեցի իրան, շատ լավ մարդ է, ինքը թե իր հարազատների, թե իր բարեկամների նկատմամբ, ինքը նաև ունի շատ լավ տղաընկերներ, որոնց հետ ընտանիքներով են մոտիկ, իրանց կանանց հետ է մոտիկ, ես այս կնոջը վատ վարքի տեղ չեմ տեսնում, հասկանում։ Անի, դուք նշեցիք, որ հատկապես շոու բիզնեսում շատ են իրար ետևից խոսում, բայց հյուրը չի մասնակցում այդ խոսակցություններին։ Իսկ իր մասին գոլեգաների կողմից խոսույթները շատ են։ Եթե որ ասեմ չկհավատա, ինքը չգիտի, որ այսօր իր թուշը պաչում են, մեր բարբարով ասած։ Հետևից ասում են գեդինը մտնես անբարոյական լկտի էլ չլինի, մարդը տված է շոու բիզնեսին, հասկանում ես։ Բայց էլի եմ ասում, այն որ բան տեղ թող չտնի, որովհետև ինքը այդ բոլորից այնքան բարձր է, թե իր դուրս եկած ընտանիքով, թե իր այդ խելացի գաղափարով, բայց մեկ ընենց սենց մի ձևի խոսում է չեմ հասկանում, գիտեք ինչ է խոսում։ Հայերենը չեմ հասկանում, բայց իմ բարբառը չի, սենց չեմ ճոգում, ինչա, բայց միգուցե առերես հանդիպման ժամանակ արդեն երևի հասկանամ, բայց յուրահատուկ ձայնի տեր է, յուրահատուկ ձայնային տվյալներ ունի, որ հələ շատ կարա առաջ գնա ու գնալու է ու այդ նույն շոու բիզնեսը հələ շատ է իրեն նախանձելու, ինքը լավն է,
սիրեցի իր մարդ տեսակը։ Քիչ մարդիկ կան այս կյանքում, որոնց ես իրականում հավանում եմ ու որոնց ես ասում եմ դրական կերպար, ինքը այսօր այդ դրական կերպարն է հասկանում եք։ Այդ դրական կերպարը ինչ խնդիրներ ունի, ֆինանսական, առողջական։ Այ առողջական թող չունենա, ինչ ես խոսում։ Ես հարցնում եմ ուղղակի։ Ես մահացու ոչ մի խնդիր չեմ տեսնում, իսկ եթե կա ինչ-որ տենց ֆինանսական ինքը լուծվող է։ Ես նորից ասեցի 26, հա, մի քիչ ինչ-որ գրիպոզ վիճակ եղել է այս ընթացքը մոտ է, բայց այդ անցել է լուրջ, համե լուրջ հիվանդություն ունեցողը, չնեղանաս Սյուրչյան, այսքան վիրահատություն գտաներ։ Չկա լուրջ հիվանդություն։ Ինձ այս ընթացքում թվում է, թե մենք ինչ-որ անցք ունենք այստեղից ու դուք տեսնում եք հյուրին։ Չէ, չունենք։ Ունեք ավելացնելու որևէ բան անի։ Հա, ունեմ, ինքը շատ լավ մարդ է, պետք է ասեմ, որ ապրի որ կա, թող իր կյանքը իրոք երկար լինի, որ մեզ էլ ինքը իր այդ հզոր ցայնային տվյալներով ուրախացնի, մենք նայենք իրան ու իր այդ չքնաղ գեղեցիկ արտաքինով հիանանք։ Շնորհակալ եմ, շատ։ Ձեր շնորհակալություն է հայտնում։ Հարգելի գաղտնի հյուր, ունեք որևէ հարց պայծառատեսին։ Պայծառատեսը մի լավ բան ասաց, այդ որ հույս ունեմ, հավատ ունեմ վերադարձի, որ ինքը ասում է դա լինելու է։ Դա մոտակար ժամանակներն է լինելու, թե մենակ մեր երեխաներն են դա տեսնելու։ Ես առաջարկում Ասա եմ։ դու մի րոպե, մարմինս փշաքաղվեց։ Հյուրը Արցախի կարոտ է քաշում։ Սիդս լցվեց։ Արցախի կարոտն է քաշում հյուրը։ Մենք այս պահին խոսում էինք Հյուրը Արցախի կարոտն է քաշում։ Բան։ Իրոք հուզվեցի։ Բայց հարցը ստո հարսատոր։ Ես առաջարկում եմ այս պահին միանաք մեզ, հարգելի գաղտնի հյուր, ու արդեն առերես շփմամբ ձեր հարցը դա կանի։ Давайте. Բարև ասատոր։ Բարև ձեզ։ Ես ինչքան ճիշտ բաներ էի ասում։ Անի մեր գաղտնի սենյակում հյուրը երգչուհի Գայա Արզումանյանն էր, շնորհակալություն Գայա, որ մեր տաղավարում ես։ Ասեմ շնորհակալ շատ, իրականում սենյակում արդեն sense ուզվել էի։ Ինձ համար հատկանշական էր, երբ ես ականջակալով լսում էի քո հարցը ուղղված Անիին ու դու հարցնում էիր, արդյոք շուտ կգնանք մենք Արցախ, թե դա կտեսնեն մեր երեխաներն ու այդ պահին Անին ինձ ընդհատեց։ Իսկ այդ հարցի պատասխանը։ Այդ հարցի պատասխանը ետևից դուրս ձեզ կասեմ։ Հա։ Հա, այդ որ մենք երկուսով մնացինք, ես անպայման կասեմ։ Так что դուք էլ մնացիք։ Բաների մեջ կզանգեք կասեմ։ Քայային մագարի չեք անելու, որ ինքը ձեզ ասի, ես իջեմ ասել։ Ղարաբաղցիներով զանգում չէ բոլորը ինձ հարցնելով։ Գայա, առհասարակ ինչպիսին է հավատը պայծառատեսների հանդեպ, երբևէ դիմել ես պայծառատեսների։ Կյանքում ես մի տեսակ տենց բաներից մի քիչ հեռու եմ, չգիտեմ, որ ասում են աստվածավախման չէ, տենց էլ չեմ։ Ուղղակի միշտ կյանքի այս երանդուն ապրելակերպս ինչ թույլ չի տվել այս կյանքում մտածում ինչ-որ մի բան եթե չի ստացվում, ուրեմն ես գնամ մի հատ մարդ ինձ ասելու է լավա լինելու, ոչ։ Կյանքում ինչ պայքարել եմ։ Ու մինչև առայժմ պայքարում եմ կյանքի հանդեպ։ Ես տենց է կյանքը ինձ դուր գալի։ Եթե ինքը չունենա խնդրեմ կյանքը, ինձ թվում է տենց հեշտ կլինի ապրելը, ամեն ինչ անելը։ Բայց այն որ այսքան ամեն ինչ լսեցի անցածի մասին, որ իրականում այդ ամեն ինչը եղել է, իրականության մասին է։ Այն ինչը դուք ասեցիք այսօր քննադատության, իհարկե դա համար մեկ քննադատվող երկչույն եմ այս երկրի։ Այսօր հենց դրանից ենք խոսում ես ու ասատորը գալիս է սենց շորիկս կարճ այայի երկիր Արցախն է երկում ու բոլորը տենց տակը ոչ մեկ չի կարող ասի հզոր երկչույի է, բայց էսի տեսք չի բան։ Ես միշտ այդ այնքան հետաքրքիր է ես կյանքում երկչույներին ու բեմի մարդուն կյանքում շորով չեմ գնահատում։ Ես գնահատում եմ իր տաղանդով, իր արվեստով, որ մարդը բեմում է։ Դե հիմա մեր ազգները տենց սիրում է քննադատել, ասում է որանք չլինեն մենք չենք աճի, ես տենց եմ պատկերացնում։ Միանշանակ թող քննադատեն, ում են քննադատում, այն մարդուն ով կայացած է։ Այո։ Բնականաբար այդ քեզ քննադատողը ինձ կամ ասատորին ինքը չի կարող կամ մեր տեմերեսին կանգնի, ասի ձեզ չեմ սիրում։ Հազիվ արի տա չեմ մեկնաբանությունները բացի գրի ինչ ուզում է։
Մամաս ասում է պարապ մարդիկ են իրան, որոնք բանջ մեկ-մեկ մամաս որ ջղային անում է, սկսում է տենց ուզում է մի բան ասենց սպորտված գրի, ասում է քանի քիչ գործ ունես։ Մի հատ լավ բան կար Արտուր Գրիգորիչ Ողորմեցիք ասում էր, ասում է «Будь из того, что о вас не говорят, а вас когда говорят, вы чего-то стоите в этой жизни». Ուրեմն մի բան նշանակում ենք մեզանից։ Աստված ինչքան ուզում են թող ասեն։ Մեկը ոչ էս են խլելու ինձանից, ոչ ասած ձեզ այն ամեն ինչը այո վիրատություններ բան սաղանում եմ, տես չի որ չեմ անում, շատ ճիշտ եք ասել։ Այ եթե մեկը կարենա իմ նման պայծառատեսություն անի, կանի, ձեր նման երկի կանի, չեն կարող այդ ցավի զորից հասկանում եք, իրանք գրում են։ Գրում են։ Բայց ձեզ ասեմ, դուք շատ սիրուն եք, կադրից են կողմ, ես ձեզ ցանկանում եմ շատ, այսինքն սիրուն աղջիկ ունենեք ձեզ նման, ու ավելի շատ այդ պայքարող աղջիկ պայքարող է։ Ապրեսկայա ջան, ես էլ ցանկանում եմ, որ դու լինես առողջ, ամենակարևորը մամային հետևես, որովհետև ես մի քիչ մամայի հետ կապված առողջական խնդիր տեսա, իսկ մնացածը ես ինչ տեսել եմ կատարվելու է, թե գործնական առումը, թե անձնական, որովհետև այնքան լավն է, որ չի կարա Աստված այսքան լավ մարդուն անձնական չտա։ Աստված դա հենց որ եղավ, դուք իմ արսանիքին կաք հաստատ։ Գայա ինչ է կատարվում այս բային քո անձնական կյանքում։ Ոչ մի բան։ Դեռևս տղամարդ չի հայտնվել։ Ես համարում եմ այն տղամարդիկ, որոնք պիտի հայտնվեն այսպիսի կանանց կողք մի քիչ պիտի ուժեղ լինեն։ Ոչ միայն ուժեղ, այլ նույնիսկ պայքարող կյանքի հանդեպ։ Պատրաստի տղամարդիկ լիքն են, թափած են։ Կարակ բոլորի հետ էլ աշփվեք, բայց ինչպեսի գեղեցիկ։ Բայց կան այնպեսի, թե հա, շատ գեղեցիկ խոսք։ Հա, բայց իրականության մասին եմ խոսում այսօր հա Հայաստանում ապրելուն, որովհետև ուժեղ կնոջ մոտ դուք էլ կասեք, շատ քիչ տղամարդիկ կարան պայքարեն ու մնան։ Եթե պիտի պտիչկա լինի սենց այնքան որ կյանքում տենց են չէ որ աղջիկը ծնվում է ասում են պիտի ամուսնանա պտիչկա է պիտի դնվի ես չեմ համարում դա պիտի կողքի տղամարդին պապայիս նման տղամարդ լինի որը միջև առ այսօր արդեն իրենց 40 անց տարինա որ իրանք ամուսնացած են մարդիկ ընտանիք 5 երեխա դա շատ ողջունելի ընտանիք է 5 երեխա եք ընտանիք 4 աղջիկ մի տղա ենք Ես լսելի դրա համար էի փորձում ճշտել։ Ճիշտ եք ասում, Կայա ջան, ես ուշ եմ ամուսնացել, երբ որ 42 տարեկան էի արդեն, ինձ կողքից ասում էին, լավ, ինչի չես ամուսնանում, ասում էի, եթե կգտնվի այնպիսի մի տղամարդ, որ կլինի ուժեղ, որ կկարողանա ինձ ենթարկի, ես իրան մի նայելուց այսպես թեգուս վախ կզգամ, այդ ժամանակ կամուսնանամ, եթե պետք է ամուսնանամ այն մեկի հետ, որ ես պետք է կարկադրեմ, իմ խոսքը պետք է լինի, ինքն էլ այն հանուն շահի, հանուն ամեն ինչի ասի, թե թող իր ասածը լինի ու փառքասու Աստված այն ինչ որ ես սպասում էի, տվեց ինձ փառքասու։ Դա ջերներ դրի գլխից ու սա տեղը լինի։ Ավելի լավ տղամարդկանց հարցը չի, պիտի միշտ ընտանիքի տիրող տղամարդ լինի, ոչ թե նո բոլորն են կարան ամուսնանան, բայց իհարկե դա տուն ընտանիք դա շատ մեծ կներեք եմ ասում այսօր հայրենիքում էր Հայաստանում շատ դժվար է պահելը շատ։ Այսօր մի հատ sense խոսք կա, չէ, աղջիկա 20 տարեկան է անցել, պսակեն գնա, դոնը կմնա ու Կայայի ասածի պես ինչ որ մի հատ պծիչկա տնեն ու հետո երբ որ բաժանվում են, ասում են, ես ինչի բաժանվեցին։ Դրա համար էլ ցավոք մենք շատ ունենք։ Իսկ դուք ինչ կասեք քրերիս մասին, եղբորս մասին вообще։ Եթե ինձ դուրս նկարները ցույց տուր, ես ամեն ինչ կասեմ։ Հա, ամեն ինչ։ Ես բոլոր հազարին մտել եմ, չի ասում եմ։ Դա չեմ կարող չհարցնել, հագուստիդ վրա հայերեն անունը չգիտեմ, բուլավկա է գրում։ Այո։ Դա չարաճկից է պաշտպանում։ Չէ, նվիրա Գաբաջյանից ես։ Ահա։ Գաբաջյանի մասն էի խոսում։ Իմ քավորս է, լավ ճիշտ էլ ասել եք։ Արազատ Մարթայից ես միշտ ձեզուն բարձրացրեմ գործնականը իմ համար իմ կյանքում երկրորդական դեր է գրավում իմ կյանքում կան մարդիկ ովքեր եթե որ ասում եք այլունակից հարազատ է դառնում հարազատ մարդը չի կարող իմ կյանքում դառնա երկրորդական մարդ դա կապ չունի դա լինի մեր գործնական отношенияների մեջ թե ինչ ես մնում եմ միշտ իմ պրինցիպներին սենց հետևողական դա իմ կյանքի պայքարն է եղել որ ես չեմ կարա մարդուն կորցնեմ ինչ որ սենց գումարի կամ իրի կամ երկելու համար։ Դրա համար ինքն կյանքում միշտ լինելու է, ցավոք սրտի բոլորիդ ուզում եմ սենց ցավացնեմ, որ դուք ուրախանաք, սենց չի կարա ուրախանաք, իրականում կա ինքը։ Ձեր համագործակցությունը դադարել է գայ։ Չէ, չեմ կարող դադարել։ Ուղղակի
տենց կա, տենց բաներ կա, որ չենք հասկանում իրար, բայց Դե հետ բնական է, տան անդամներով էլ իրար չեն հասկանում։ Եթե նույնիսկ ինքը դադարել, ինքը միշտ իմ կյանքում լինելու է։ Ինքը չի, ես չեմ կարող կարեմ շոր, որը Գաբաջան չի։ Ես չեմ կարող իրան առավոտը զանգեմ, ասեմ, գիտես, այս ինչ հակնեմ ես գնամ եթերի։ Իրականում այդպիսի բաները մի քիչ դժվար կլինի ինձ համար տարիների ընթացքում, բայց չեմ էլ կորցնի դա, որովհետև ինքը իմ կյանքում միշտ լինելու է։ Ուզում ասեմ Ժորժյանի վախացեք լիքաբաներում ինքը կա ու լինելու է։ Դե բամբասողները միշտ է պիտի լինեն։ Բնականաբար։ Եթե չլինեն իրանք, նորից եմ կրկնում, մենք այսքան չենք կարող պայքարենք, ասենք, խոսանք։ Ու դուք եմ այսպես լավ բաներ չեք ասի։ Դե կար այդ լավը, որ ասեցի, եթե չլիներ չէի ասի։ Անի ունեք ավելացնելու որևէ բան։ Չէ, ավելացնելու ոչ մի բան չունեմ։ Գայա լսում եմ ձեզ։ Ես շնորհակալություն եմ հայտնում իրականում լիքը ժամանակ զանգելա ասել է արի մասնակցելու, ասում էի ժամանակ չունեմ, բան, տենց նորից եմ կրկնում, ինձ տենց բաները չի հետաքրքրել կյանքում, չեմ սիրում տենց բաներ։ Մեկ-մեկ կարող է տենց կոֆեն խմելուց, տենց աղջիկով բանով նստած հումոր անեինք, բան անեինք, բայց այսօր իրականում ձեզ լսելով հասկացա, որ կա տենց իրականություն։ Դուք ինչ չեք ճանաչում, չեք տեսել այսօր Չէ, նույնիսկ ոչ մի տեղ չենք հանդիպել։ Եղել է այնպիսի միջոցառումներ, որ շոու բիզնեսի երկիչները, որոնք իմ հետ մոտիկ են հրավիրել են, ես իրականում չեմ տեսել Կայային ոչ մի տեղ։ Չեմ մտածում, որ դուք իմ կյանքից այդ կամբան կիմանայիք, որոնք իրականում շատ տենց էլի, շատ խորին ընտանեկան։ Շնորհակալ եմ շատ, շարունակեք։ Բայց ամենագլավն ամենասիրում մաման եղեք այս կյանքում, ամենաթանկ բանն Աստված որ տալիս է բոլորին։ Շնորհակալ եմ հրավիրի համար, դու միշտ sense մեզ բոլորին ուրախացնես sense հաղորդումներով։ Բայց sense ժողովուրդ ջան, չուրախանաք, որ Կայային sense լավ բան ասեցի, մտածեք դուք եք գալու նույնը լինի, ամենքի պատմությունը տարբեր է։ Այդ ֆոնի վրա չընկնեք ու ոգևորված սա հավաքվենք, չէ՞, ինչ լավ բաներ ասեցիք։ Նախանձեն, չէ, եղենա երկչուի Կայային լավ բան ասեց, մենք եկնանք, տենց չի էլի, ինչ կա այն ենք ասում։ Ճիշտ ասած, Զինայի հաղորդման մի փոքր մասն եմ նայել, շատ հուզիչ էր ամեն ինչը, շատ տենց ու իրականում լավա որ մարդիկ կարողանում են դա ընդունել, վատն պիտի կարողանաս ընդունել, չէ՞ որ մենակ շատ լավը, պիտի ասում եմ, պիտի վատը լինի, որ դու պայքարես լավին, տենց եմ համարում։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն քեզ, որ եկար, շնորհակալություն ձեզ Անի, որ կրկին այս շաբաթ մեզ զարմացրեցիք ձեր յուրահատուկ կարողություններով։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ դուք դիտում եք տեսնելով անտեսանելիի հերթական թողարկումը, այսօր մեր հյուրը տաղանդավոր երգչուհի Գայա Արզումանյանն էր, շարունակեք հետևել 168 Live-ին, կհանդիպենք շատ շուտով։